Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման գործընթացի իրականացման մրցույթում հաղթող է ճանաչվել Idemia ֆրանսիական կոնսորցիումը։ Ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Հարփինե Սարգսյանը եւ կոնսորցիումի կողմից հիմնադրված Հայփաս Փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Ռեջիս Բուշեն ստորագրել են անձը հաստատող փաստաթղթերի թողարկման եւ տրամադրման, անձը հաստատող փաստաթղթերի տրամադրելու համար օգտագործող միջոցների շահագործման ու սպասարկման վերաբերյալ ՊՄԳ պայմանագիրը։ Պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակում։ Հայփաս ՓԲԸ-ն մինչև 2026 թվականի երկրորդ կիսամյակը կներդնի նոր ենթակառուցվածք կենսաչափական տվյալների հավաքագրման նոր լուծումներով, նոր աշխարհագրական ցանցով, ժամանակակից գրասենյակներով, որոնք վերազինված կլինեն ոլորտի միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ։ Նախատեսվում է նաև ծառայության գլխամասային գրասենյակի շենքային պայմանների, սերվերային տնտեսության եւ տպագրական սարքավորումների ստանդարտացում։ Ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ Հայաստանում այլ իրավական կարգավիճակ ունեցող անձանց կտրամադրվեն անվտանգ եւ բարձրորակ անձը հաստատող փաստաթղթեր, կսահմանվի անձնական տվյալների եւ անձի իրավական ինքնության պաշտպանության նոր շեմ։ Անձնագրային գործառույթների բաշխումը կազմակերպված է հետեւյալ տրամաբանությամբ՝ կարգավիճակի որոշում, անձի ինքնության հաստատումը, բնակչության պետական ռեգիստրի տնօրինումն ու վարումը շարունակելու է իրականացնել ներքին գործերի նախարարությունը միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության միջոցով, իսկ կենսաչափական տվյալների հավաքագրումը, փաստաթղթերի տպագրությունն ու մատակարարումը շահառուներին իրականացնելու է մասնավոր գործընկերը։ Պայմանագրի կնքումը կարևոր քայլ է նաև Հայաստան-ԵՄ մուտքի վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում, քանի որ կենսունակ եւ մոդեռն կենսաչափական համակարգի առկայությունը գործընթացի պարտադիր պահանջ է։